Աստծո կրակը քո կյանքում։ Սաղմոսներ 42, 63, 84, աղոթք հոգոր ծարավ հոգու համար։ Բարդ ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր Քրիստոսի մեջ։ Այսօր մենք կխոսենք մի թեմայի մասին, որը շոշափում է ամեն ճշմարիտ հավատացյալի սիրտը, հոգոր ծարավի Աստծո կրակի մասին։ Քանի հոգի են այսօր ապրում շաբաթներ ամիսներ առանց Աստծո իրական ներկայության զգալու։ Քանի եկեղեցիներ են լի մարդկանցով, բայց դատարկ Աստծո փառքից։ Քանի սրտեր են բաղձում տեսնել Աստծո զորության դրսևորումը իրենց կյանքերում, բայց չգիտեն ինչպես հասնել այդ խորությանը։ Սաղմոս 42-ում սաղմոսագիրը աղաչում է խորքից։ Ինչպես եղջերուն է ծարավում ջրերի աղբյուրների, այնպես իմ հոգին է ծարավում քեզ, Աստված։ Իմ հոգին ծարավ է կենդանի Աստծուն, երբ կգամ կհայտնվեմ Աստծո առջ։ Սա ոչ թե պարզ ցանկություն է, այլ կենսական անհրաժեշտություն։ Եղջերուն չի կարող ապրել առանց ջրի, մարդու հոգին չի կարող ապրել առանց Աստծո։ Այս ծարավը չի հագենում աշխարհիկ բաներով, այն չի լրացվում զվարճանքներով կամ հաջողություններով։ Միայն Աստծո ներկայությունն է կարող լցնել այդ դատարկությունը։ Բայց ինչ է հոգոր ծարավը։ Դա խոր կարոտ է Աստծո ներկայության, դա անկատար զգացում է առանց նրա, դա բորբոքում է ավելին ճանաչելու համար, դա անհագ փնտրտուք է ավելի խորը փորձառության։ Այս ծարավը ծնվում է, երբ մենք գիտակցում ենք, որ աշխարհը չի կարող բավարարել մեր հոգու խորը կարիքները։ Երբ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ, ինչ այս աշխարհն առաջարկում է, ժամանակավոր է անցողիկ, բայց Աստծո ներկայությունը հավերժական է անփոփոխ։ Դավիթ թագավորը մարդ, որը ճաշակել էր թագավորական փառքը, հարստությունը, իշխանությունը, գրում է Սաղմոս 60-րդում. Աստված, դու իմ Աստվածն ես, առավոտից կփնտրեմ քեզ, իմ հոգին ծարավեց քեզ, իմ մարմինը կարոտում է քեզ չոր ջրազուրկ երկրում, որտեղ ջուր չկա։ Այսպես եմ նայել քեզ սրբարանում, տեսնելու քո զորությունը, քո փառքը։ Նկատեցիք, առավոտից կփնտրեմ։ Դավիթը չի սպասում օրվա վերջը, նա սկսում է իր օրը Աստծո հետ։ Սա չէ պարտականություն, այլ սիրո արտահայտություն։ Առավոտյան առաջին րոպեները որոշում են ամբողջ օրվա ուղղությունը։ Երբ մենք սկսում ենք մեր օրը Աստծո փնտրտուքով, մենք հիմք ենք դնում հոգոր հաղթանակի համար։ Դավիթը ասում է, որ նա փնտրում է Աստծուն ինչպես չոր ջրազուրկ երկրում։ Պատկերացրեք անապատում մի մարդու, որը ծարավից մեռնում է։ Նա չի փնտրում ջուրը ծուլորեն, նա փնտրում է այն իր ամբողջ ուժով, իր կյանքը կախված է դրանից։ Այսպես պետք է լինի մեր փնտրտուքը Աստծո համար։ Սաղմոս 84-ում մենք կարդում ենք. Որքան սիրելի են քո բնակարանները, զորությունների Տեր։ Իմ հոգին տենչում նվաղում է Տիրոջ գավիթների համար, իմ սիրտը մարմինը ցնծում են կենդանի Աստծո համար։ Այստեղ սաղմոսագիրը խոսում է Աստծո տան, նրա ներկայության վայրի մասին։ Նա ոչ միայն ցանկանում է լինել այնտեղ, այլ տենչում է, նվաղում է։ Նրա ամբողջ էությունը, հոգին, սիրտը, մարմինը ցնծում են կենդանի Աստծո համար։ Երբ մենք խոսում ենք Աստծո կրակի մասին, մենք խոսում ենք նրա Սուրբ Հոգու զորության մասին։ Կրակը մաքրում է, կրակը լուսավորում է, կրակը ջերմացնում է, կրակը փոխակերպում է։ Աստծո կրակը մեր կյանքում անում է նույնը։ Այն մաքրում է մեզ մեղքից, լուսավորում է մեր մտքերը ճշմարտությամբ, ջերմացնում է մեր սառը սրտերը, փոխակերպում է մեզ Քրիստոսի նմանությամբ։ Հիսուսը հայտարարեց. Եթե որը մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես գրված է գրքում, կենդանի ջրի գետեր կհոսեն նրա ներսից։ Սա Աստծո խոստումն է մեզ։ Նա չի մերժում ծարավ հոգիներին։ Նա չի անտեսում անկեղծ փնտրտուքը։ Նա պատրաստ է լցնել ամեն դատարկ անոթ։ Բայց մենք պետք է գանք նրա մոտ մեր ծարավով։ Մենք չենք կարող ծանալ, թե լի ենք, երբ դատարկ ենք։ Մենք պետք է ճանաչենք մեր կարիքը, գանք նրա մոտ բաց սրտով։ Ինչպես զարգացնել հոգոր ծարավ։ Առաջին, հեռացեք աշխարհիկ աղմուկից։ Մենք ապրում ենք շփոթության դարում։ Սոցիալական ցանցեր, հեռուստատեսություն, անվերջ աղմուկ։ Աստված հաճախ խոսում է հանդարտ ձայնով։ Եթե մենք միշտ շրջապատված ենք աղմուկով, մենք չենք լսի նրա ձայնը։ Պետք է ժամանակ հատկացնել լռության մենության համար։ Երկրորդ, պահեք մենության ժամանակ Աստծո հետ։ Ամեն առավոտ առնվազն 15 րոպե։ Կարդացեք խոսքը աղոթքով։ Պաշտեք անկեղծորեն։ Մի շտապեք։ Թույլ տվեք Աստծուն խոսել ձեր սրտին։
Երբ մենք անցկացնում ենք որակյալ ժամանակ Աստծո հետ, մեր ծարավը աճում է։ Որքան ավելի շատ ենք ճաշակում նրա բարությունը, այնքան ավելի շատ ենք ցանկանում։ 3. Պահեք, աղոթեք։ Պահեցողությունը հզոր գործիք է հոգոր զգայունությունը բարձրացնելու համար։ Երբ մենք հրաժարվում ենք ֆիզիկական սննդից, մենք ավելի զգայուն ենք դառնում հոգոր իրականության նկատմամբ։ Աղոթքը հետ պահեցողության բացում է դռներ, որոնք այլ կերպ փակ կմնան։ Ի՞նչն է խանգարում մեր հոգոր ծարավը։ Չվերացված մեղքը։ Եթե ես սիրեի մեղք իմ սրտում, Տերը չէր լսի։ Մեղքը ստեղծում է պատնեշ մեր Աստծո միջ։ Մենք պետք է խոստովանենք մեր մեղքերը դառնանք դրանցից։ Աշխարհիկ հոգսերը։ Մարթայի մտահոգությունները խեղդում են հոգոր կյանքը։ Մենք այնքան զբաղված ենք երկրային բաներով, որ մոռանում ենք երկնայինը։ Հոգոր ծուլությունը։ Հավատքը պահանջում է ճիգ համառություն։ Մենք չենք կարող ակնկալել հոգոր աճ առանց ներդրման։ Սաղմոս 42-ը շարունակում է. Ինչու ես տխուր, հոգիս իմ, ինչու ես խռովված իմ մեջ։ Հույս տիր Աստծո վրա, որովհետև ես դեռ կգովաբանեմ նրան իմ փրկության իմ Աստծո համար։ Սա հավատքի հայտարարություն է։ Նույնիսկ երբ հանգամանքները դժվար են, նույնիսկ երբ մենք չենք զգում Աստծո ներկայությունը, մենք շարունակում ենք հավատալ, շարունակում ենք փնտրել։ Հույսը չի հիմնված զգացմունքների վրա, այլ Աստծո բնավորության նրա խոստումների վրա։ Երբ Աստծո կրակը վառվում է մեր կյանքում, ամեն ինչ փոխվում է։ Մեր առաջնահերթությունները փոխվում են։ Այն, ինչ մի ժամանակ կարևոր էր թվում, կորցնում է իր գրավչությունը։ Մենք սկսում ենք տեսնել կյանքը հավերժության տեսանկյունից։ Մեր խոսքերը փոխվում են։ Փոխանակ բողոքելու քննադատելու, մենք սկսում ենք փառաբանել օրհնել։ Մեր փոխհարաբերությունները փոխվում են։ Մենք դառնում ենք ավելի համբերատար, ավելի սիրող, ավելի ներողամիտ։ Դավիթը Սաղմոս 60-ում ասում է. Քո սերը լավ է կյանքից, իմ շուրթերը կփառաբանեն քեզ։ Այսպես կօրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով կբարձրացնեմ ձեռքերս։ Իմ հոգին կհագենա ինչպես ճարպով պարարտությամբ, իմ բերանը կփառաբանի քեզ ցնծության շուրթերով։ Երբ մենք ճաշակում ենք Աստծո սերը, երբ մենք զգում ենք նրա ներկայությունը, մենք հասկանում ենք, որ դա լավ է կյանքից։ Ոչինչ այս աշխարհում չի կարող համեմատվել Աստծո ներկայության հետ։ Սաղմոս 84-ը մեզ հիշեցնում է. Մեկ օր քո գավիթներում լավ է 1000-ից։ Ես կնախընտրեի կանգնել իմ Աստծո տան դռան մոտ, քան բնակվել ամբաշտության վրաններում։ Մեկ օր Աստծո ներկայության մեջ արժե ավելին, քան 1000 օր առանց նրա։ Սա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք մեր երկրային պարտականությունները։ Բայց մենք պետք է հասկանանք, թե որն է իրապես կարևոր։ Աստծո կրակը նա մաքրող կրակ է։ Երբ Եսայի մարգարեն տեսավ Տիրոջ փառքը տաճարում, նա աղաղակեց. Վայ ինձ, ես կորած եմ, որովհետև ես անմաքուր շուրթերով մարդ եմ։ Բայց հրեշտակը վերցրեց կրակոտ ածուխ զոհասեղանից դիպցրեց նրա շուրթերին, ասելով. Քո անօրենությունը հեռացվեց, քո մեղքը քավվեց։ Աստծո կրակը մաքրում է մեզ, որպեսզի մենք կարողանանք կանգնել նրա սուրբ ներկայության մեջ։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ մաքրմանը։ Դա կարող է ցավալի լինել։ Աստված կարող է բացահայտել թաքնված մեղքեր, որոնց մասին մենք չէինք ուզում մտածել։ Նա կարող է մեզ կանչել թողնել բաներ, որոնց կպչել ենք։ Բայց արդյունքն արժե այդ ամենը։ Երբ մենք մաքրվում ենք, մենք դառնում ենք անոթներ, որոնք Աստված կարող է օգտագործել իր փառքի համար։ Հոգոր ծարավը նա աճում է փորձությունների միջով։ Երբ Դավիթը գրում էր Սաղմոս 60-ը, նա անապատում էր, փախչում էր Աբեսաղոմից։ Նա կորցրել էր ամեն ինչ, իր գահը, իր տունը, իր անվտանգությունը։ Բայց հենց այդ ժամանակ նա գրեց. Իմ հոգին ծարավեց քեզ։ Երբեմն Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքում, որպեսզի խորացնի մեր ծարավը իր համար։ Սաղմոս 42-ում Սաղմոսագիրը հիշում է. Այս բաները կհիշեմ, կթափեմ իմ հոգին իմ մեջ, թե ինչպես էի գնում բազմության հետ, առաջնորդում էի նրանց Աստծո տուն ցնծության փառաբանության ձայնով, տոնող բազմության հետ։ Նա հիշում է այն ժամանակները, երբ նա առաջնորդում էր պաշտամունքը, երբ նա զգում էր Աստծո ներկայության ուրախությունը։ Հիշողությունը կարող է սնուցել մեր հավատքը դժվար ժամանակներում։ Բայց մենք չպետք է ապրենք միայն անցյալի հիշողություններով։ Աստված ունի նոր բաներ մեզ համար։ Նա ուզում է մեզ տանել ավելի խորը փորձառությունների։
Նա ուզում է բացահայտել իր փառքը նոր ձեռով։ Մենք պետք է բաց լինենք այն ամենին, ինչ Աստված ունի մեզ համար։ Աստծո կրակը նա տարածվող կրակ է։ Երբ մենք լցվում ենք Աստծո հոգով, մենք չենք կարող լռել։ Մենք պետք է կիսվենք այն ուրախությամբ, որը գտել ենք։ Մենք դառնում ենք վկաներ նրա բարության։ Մեր կյանքերը դառնում են ապացույց, որ Աստված իրական է, նա պատասխանում է նրանց, ովքեր փնտրում են նրան։ Երեմիա մարգարեն ասաց. Քո խոսքը իմ սրտում էր ինչպես վառվող կրակ, փակված իմ ոսկորներում։ Ես հոգնեցի այն պահելուց, չկարողացա։ Երբ Աստծո խոսքը վառվում է մեր սրտերում, մենք չենք կարող այն պահել մեր մեջ։ Այն պետք է դուրս գա։ Այն պետք է կիսվի։ Այն պետք է հայտարարվի։ Պաշտամունքը հզոր միջոց է Աստծո կրակը վառ պահելու համար։ Երբ մենք փառաբանում ենք Աստծուն, մենք բացում ենք մեր սրտերը նրա ներկայության համար։ Դավիթը գիտեր սա։ Նա ասում է. Իմ շուրթերը կփառաբանեն քեզ։ Պաշտամունքը ոչ միայն երգ է։ Դա մեր սրտի դիրքորոշում է։ Դա ճանաչում է, թե ով է Աստված, ինչ է նա արել մեզ համար։ Հոգոր ծարավը նա պահանջում է համբերություն։ Մենք ապրում ենք ակնթարթային բավարարման մշակույթում։ Մենք ուզում ենք ամեն ինչ հիմա։ Բայց Աստծո ճանապարհները տարբեր են։ Նա գործում է իր ժամանակացույցով։ Երբեմն մենք պետք է սպասենք։ Բայց սպասելը չի նշանակում պասիվություն։ Մենք շարունակում ենք փնտրել, շարունակում ենք աղոթել, շարունակում ենք հավատալ։ Սաղմոս 84-ը խոստանում է. Տերը շնորհ փառք կտա, նա բարիք չի զլանա նրանցից, ովքեր ուղղությամբ են քայլում։ Զորությունների Տեր, երանի այն մարդուն, որը վստահում է քեզ։ Աստված խոստանում է տալ շնորհ փառք։ Նա չի զլանում բարիք նրանցից, ովքեր քայլում են ուղղությամբ։ Բայց մենք պետք է վստահենք նրան։ Վստահությունը հավատքի հիմքն է։ Եթե դուք այսօր զգում եք հոգոր ծարավ, դա բարի նշան է։ Աստված աշխատում է ձեր սրտում։ Նա կանչում է ձեզ ավելի խորը փորձառության։ Մի անտեսեք այդ կանչը։ Պատասխանեք այն։ Եկեք նրա մոտ ձեր ծարավով։ Նա կլցնի ձեզ։ Հիշեք, որ Աստծո կրակը ոչ թե զգացմունք է, այլ իրականություն։ Դա նրա Սուրբ Հոգու ներկայությունն է մեր կյանքում։ Երբեմն մենք զգում ենք այն ուժեղ, երբեմն թույլ։ Բայց Աստված միշտ հավատարիմ է։ Նա չի թողնում, չի լքում նրանց, ովքեր փնտրում են նրան։ Վերջում, թույլ տվեք ասել սա. Աստծո կրակը ձեր կյանքում սկսվում է որոշումից։ Որոշում փնտրելու նրան ամեն օր։ Որոշում առաջնահերթություն տալու նրա ներկայությանը։ Որոշում չբավարարվելու միջինով, երբ Աստված ունի լավագույնը ձեզ համար։ Կայացրեք այդ որոշումը այսօր։ Սկսեք փնտրել նրան ձեր ամբողջ սրտով։ Եվ նա խոստանում է, որ դուք կգտնեք նրան։ Թող Աստծո կրակը վառվի ձեր սրտերում այսօր ամեն օր։ Թող ձեր հոգոր ծարավը դառնա աղբյուր, որից ուրիշները կարող են խմել։ Թող ձեր կյանքերը լինեն վկայություն Աստծո հավատարմության նրա սիրո։ Եվ թող դուք միշտ մնաք ծարավ ավելի շատի համար, որովհետև Աստծո մոտ միշտ կա ավելին։ Տեր Հիսուս, մենք գալիս ենք քեզ մոտ մեր հոգոր ծարավով։ Ստեղծիր մեր մեջ խորը կարոտ քո ներկայության համար։ Վառիր քո կրակը մեր սրտերում։ Մաքրիր մեզ, փոխակերպիր մեզ, օգտագործիր մեզ քո փառքի համար։ Լցրու մեզ քո Սուրբ Հոգով։ Թող մենք չբավարարվենք քիչով, երբ դու ունես ավելին տալու։ Օգնիր մեզ փնտրել քեզ ամեն օր, մեր ամբողջ սրտով։ Եվ թող մեր կյանքերը լինեն կենդանի վկայություն քո զորության սիրո։ Հիսուսի հզոր անունով աղոթում ենք։ Ամեն։